Սուրբ Այսիոս Աթոսացի, հոգևոր պայքար, արհամարանք հայհոյական մտքերի հանդեպ։ Հայր, Աբբա Իսահակ ասորին ասում է, որ կրքերին հաղթում ենք խոնարհությամբ և ոչ թե արհամարանքով։ Որևէ կրքի և հայհոյական մտքերի հանդեպ արհամարանքը նույնն է։ Ոչ, որևէ գրքի հանդեպ արհամարհանքն իր մեջ հբարդություն, ինքնավստահություն և որ ամենավատն է, ինքնարտարացում ունի։ Այսինքն, արդարացնում ես անձդ և չես ընդունում գիրքդ։ Կարծես ասում ես, այս գիրքն իմը չէ, ինձ հետ առնչություն չունի, և դրանից ազատագրվելու համար չես պայքարում։ Սակայն հայհոյական մտքերը պետք է արհամարհենք, որովհետև, ինչպես ասացի, մերը չեն, այլ սատանայինը։ Երբ մեկը մարդկանց առաջ կեղծավորություն է անում, թե որևէ գիրք ունի, օրինակ ձևացնում է, թե որ քրամոլ է, ծաղրում է սատանային։ Այդ դեպքում գեղձավորություն է անում, բարի գեղձավորություն։ Դա սատանային ուղղված ծաղր չէ։ Ծաղրում է սատանային այն ժամանակ, երբ նա հայհոյական մտքեր է բերում, իսկ դու սաղմոսում ես։ Հայր, ինչպես հեռացնեմ հայհոյական խորհուրդն աղոթքի ժամանակ։ Հոգևոր երկեցողությամբ։ Երաժշտություն չգիտես, մի բրբդիր, արհամարհիր։ Երբ մարդն աղոթքի ժամանակ զրուցում է այդպիսի մտքերի հետ, նույնն է, թե զինվորականը վերադասին զեկուցի նռնակը նետելու ժամանակ։ Իսկ եթե համառում է։ Եթե համարում է, իմացիր, որ քո մեջ մի հավաքատեղի է ստեղծել։ Կատարյալ լուծումը սատանայի հանդեպ արհամարհանքն է, որովհետև նա չարության դասընթացներ է անցկացնում։ Ավելի լավ է այդ ժամանակ աղոթք չանենք, որպեսզի ցույց տանք, որ մեզ չի սփաղեցնում այդ թեման։ Սատանան սևեռվում է թույլ գետի վրա և շարունակ մեզ հրետակոծում է հայհոյական մտքերով։ Ավելի լավ է սաղմոսել։ Տես, որ փոքրիկ երեխաներն էլ, երբ ցանկանում են արհամարհել իրենց վրա խոսող երեխային, ասում են «տրալալա», երգում են։ Նույն կերպ վարվենք նաև մենք սատանայի հետ։ Սակայն պետք է սաղմոսենք և ոչ թե երգենք։ Սաղմոսերգությունն աղոթք է առ Աստված, ինչպես նաև արհամարհանք է սատանայի հանդեպ։ Հետևաբար, սատանային կերծնելու բաժին կլինի և այս կողմից, և այն կողմից, որի հետևանքով էլ կպայթի։ Հայր, երբ այդ վիճակի մեջ եմ լինում, չեմ կարողանում սաղմոսերգել, նույնիսկ դժվարանում եմ գնալ և հաղորդվել։ Դա ավելի վտանգավոր է։ Սատանան քեզ զրկում է։ Գնա սաղմոսերգիր, հաղորդվիր, որովհետև այդ մտքերը քոնը չեն։ Միայն սրանում հնազանդվիր ինձ։ Որևէ շարական երգիր, որովհետև սատանան ոչը քաշի հեռանա։ Քեզ չեմ պատմել մի վանականի մասին։ 12 տարեկան հասակում էր եկել Աթոս, որբ էր, կորցրել էր մոր քորովանքը և իր ամբողջ սերը տվել էր Աստվածածնին։ Աստվածածնի հանդեպ այնպիսի զգացում ուներ, կարծես իր մայրը լիներ։ Պետք է տեսնեիր, թե ինչ բարեպաշտությամբ էր խոնարհվում սրբապատկերների առաջ։ Հետագայում սատանան չարաշահեց այդ սերը և առաջացրեց հայհոյական մտքեր։ Խեղճ մարդը նույնիսկ չէր քնում սրբապատկերների առջև խոնարհվելու։ Վանահայրն իմացավ այդ մասին, բռնեց նրա ձեռքից և պարտադրեց, որ համբուրի Աստվածածնի և Քրիստոսի դեմքը ձեռքերը, և սատանան անմիջապես հեռացավ։ Ինչ որ տեղ անամոթություն է Աստվածածնի և Քրիստոսի դեմքը համբուրելը, սակայն վանահայրը դա արեց, որպեսզի հեռացնի վանականի այդ մտքերը։